Իրապես այս թիրախավորումը իրական բովանդակային իմաստից շեղում է նշանակում, որը որ տեղավորվում է հենց հիբրիդային գրոհների շրջանակում։ Տեսեք, նախ երկու մասին անդրադառնանք, ուխտերթին մասնակցության դեպքում թիրախավորվեց ոչ միայն, այսպես կարելի ասել, Տիկին Հակոբյանը, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, այլ թիրախավորվեց առհասարակ կինը իր ամբողջ բովանդակությամբ, որովհետև ինչքան էլ մենք փորձում ենք չթիրախավորել կնոջը, բայց տեսնում եք մեր հասարակությունը կոնկրետ թիրախը դնում է դրա վրա, որպեսզի շեղի են բովանդակությունը, որ իրապես այս ուխտերթը պահանջված էր, ուխտերթը տեղի ունեցավ, բովանդակությունը ինչպիսին էր, ովքեր էին մասնակցում եւ այլն, փորձեց դրանով շեղել ուխտերթի ողջ կարեւորությունը։ Իսկ ինչ վերաբերվում է այն գրառմանը, որ կատարեց Տիկին Հակոբյանը, միանշանակ ես երբ գրառումը ծանոթացա, ինքս էլ չկարողացա ինձ այդ գայթակղությունից զերծ պահել եւ մեկնաբանություն գրեցի, որ լիարժեք իրապես համաձայն եմ ձեր գրառման յուրաքանչյուր կետի հետ, գրել եմ, որ լիարժեք համաձայն եմ մեկնաբանությունում, կարող եք նույնիսկ գտնել, որովհետեւ իրապես ես կարծում եմ մարդ, որպեսզի կարողանա լավագույնս դրսևորի իրեն, ամեն մարդ ամեն տարվա սկզբին մտածում է ինչպես կարող է իր անձը էլ ավելի լավը դարձնել եւ ես ինքս էլ եմ մտածում այդ ուղղությամբ եւ իմ համար էլ եմ սահմանել, որ ես պետք է անընդհատ գիրք կարդամ, բայց մարդիկ չեն մտնում բովանդակության մեջ։ Մարդիկ փորձում են էլի որպես կին թիրախավորել ու քադվոր այդպես։ Ես չեմ կարծում, որ կա աշխարհում մի մարդ, որ կկարողանա ստվերել գիրք կարդալու կարեւորությունը կամ կրթվելու կարեւորությունը։